Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան, հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա և փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա և անվճար կայանատեղի, հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների և շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց և գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք, ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի և բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center Կա հիանալի բառ, որով շնորհակալություն ես հայտնում քո դիմացինին։ Ֆրանսիայում մերսի, Ռուսաստանում սպասիբա, Միացյալ Նահանգներում thank you եւ Հայաստանում go home։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, MJ հեռուստաընկերության եթերում իր աշխատանքը սկսում է Armenian Evening հաղորդաշարը, Armenian Evening հաղորդաշար, որը արդեն իսկ սիրվել է ձեր կողմից եւ դուք անհամբեր սպասում եք, թե ով է լինելու այսօրվա մեր հյուրը եւ բնականաբար հաճելի հարցազրույց ենք ունենալու եւ իհարկե անակնկալ մեր հյուրի կողմից։ Սիրելի հեռուստադիտողներ, ասեմ ձեզ, որ այսօր նույնպես լինելու է շատ հետաքրքիր հաղորդում, այնպես որ դուք ինչ եք անում այս պահին, դուք դիտում եք մեզ, ինչ ենք անում մենք այս պահին, մենք այս պահին սկսում ենք։ Այս պահին սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը։ Եթե դուք ունեք վնասակար սովորություններ, ունեք կախվածություն եւ ցանկանում եք ձերբազատվել, 911 Detox Center-ը կօգնի ձեզ այդ հարցում։ Մասնագետները, ովքեր այստեղ աշխատում են, շատ եւ շատ մարդկանց օգնել են վերադարձրել լիարժեք կյանքի, այնպես որ եթե կա խնդիր 911 Detox Center-ի հետ այդ խնդիրը լուծված է։ Հեռախոսահամարն է 409 9011։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը։ Եթե դուք ցանկանում եք հաճելի լավ ժամանակ անցկացնել եւ ամենակարևորը առողջարար, այսպես ժամանակ անցկացնել, ապա պետք է այցելել այստեղ Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիր, որովհետեւ ամրագրելով համարներ եւ լավ ժամանակ անցկացնելով դուք նաեւ օգտվելու եք լողավազաններից տաք հանքային ջրով առողջարան, պարզապես մեր լեզվով ասած սանատորի դրա համար այնպես որ ամրագրում եք ձեր տեղերը Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրում եւ անպայման այցելում եք։ Հեռախոսահամարն է 760 329 60 33։ Շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին եւ շատ արագ ընթերցեմ այսօրվա նորությունները եւ այնուհետեւ սիրով ներկայացնեմ մեր հյուրին։ Բերկլի համալսարանի հետազոտողները ողջել են, որ վայրի բնության մեջ ապրող շիմպանզեները ամեն օր 1 շիշ գարեջուր են խմում։ Գիտեք, իհարկե այստեղ կարևորը այն չէ, որ նրանք խմում են, կարևորը այն է, թե այդ ով է նրանց հյուրասիրում ամեն օր 1 շիշ գարեջուր։ Կալիֆոռնիայի ամենահայտնի խոհարարներից մեկը Վալենտինո Լուչինը 1 օրում 3 բանկ է թալանել։ Այդ քայլով նա վրեժխնդիր եղավ այն բանկիրներից, ովքեր գալիս են, հաց են ուտում եւ թիպ չեն տալիս։ Այսքանն են մեր նորությունները եւ ընդամենը մի քանի վայրկյանից սիրով կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, այսօրի հյուրն է տաղանդավոր երգիչ Տյոմ Հակոբյանը։ Տյոմ ջան, բարի երեկո։ Բարի երեկո։ Շնորհակալ եմ քեզ հրավերքս չմերժելու համար։ Ես այսպես միանգամից դիմեցի քեզ, չասեցի իհարկե Արտյոմ Հակոբյան, ասեցի Տյոմ, այո, որովհետև, հա, այսպես որովհետև դու հայտնես ես այդպես, քեզ այդպես են ճանաչում, դրա համար թույլ տում, մենք էլ ընկերներ ենք, այնպես որ կարծում եմ դա անմիջականը ճիշտ է, շատ լավ։ Շատ ուրախ եմ գտնվել ձեր տաղավարում, առաջի անգամ եմ, առհասարակ Ամերիկայում առաջի անգամ։ Ահա, պրեմիերա։ Կարոտել ես հաղորդաշար տարբերակներում, հեռուստաալիք եւ այլն, շատ ուրախ եմ ջերմ ընդունելության համար, թող միշտ կանաչ լինի ճանապարհդ։
Շնորհակալ եմ անչափ, Սյոմ ջան, շնորհակալ եմ անչափ։ Դե մի քիչ հիմա զրուցենք, խոսենք, ես պարզապես առաջին հարցը պարտադիր, որ մեր հյուրերին տալիս եմ, մենք ուզում ենք այդ տաղանդը, հա, քեզ մոտ իհարկե, չնայած մի քիչ քո մոտ տաղանդը մի քիչ այսպես լայն է, որովհետև ես գիտեմ, որ դու եւ տնտեսագետ եւ բժիշկ, մենք այդ ամենի մասին մի քիչ խոսենք, բայց այնուամենայնիվ այդ երաժշտի երգչի տաղանդը, հա, ով գտավ քո մեջ, այսինքն դες օրաբար լինում են, հա, ծնողները կամ, չգիտեմ, լինում են ինչ-որ քերի, հա, ուրախու, չգիտեմ, մի խոսքով քեզ մարեկամ։ Չէ, Արմ ջան, ինձ մոտ սենց իրականում տնեցիները չէին բացահայտել, չէին ուզում, ես էի բացահայտել, բայց ես էլ եմ, որ ասում եմ լսող չկար, այսպես ասած։ Չէ, հետո նենց ստացվեց, որ մի օր ուղղակի գնացի երկի թատրոնին, Գրիգորիչը, հա, լսեց ու ասեց, չէ, այստեղ են ասեց պետք է այդ ընդունվես, ասեց ինչ ես ուզում, ասի ուզում եմ տնտեսագետ բան դառնամ, ասեց օռացի, ասեց, հա, ասեց դու պետք է երգես։ Ու տենց այդտեղից սկսվեց ոնց որ ամեն ինչ, կարելի ասել Գրիգորիչը լսեց։ Գրիգորիչի, Ծոմ ջան, ես իհարկե կխոսեմ, դե հետո արդեն իհարկե հայտնությունը քո, հա, փառատոներից կոնկրետ X Factor-ի մասին է խոսքը գնում, բայց մինչ այդ, արի մի քիչ խոսենք, ես այո, դու ասեցիր, ես գիտեմ, որ դու պարապել ես նաև, որպեսզի ընդունվես բժշկական ինստիտուտ, եւ այո, տնտեսագետ, այսինքն չես ուզեցե, լավ, եթե այսինքն երբ ծնողներ ուզում որ դու բժշկական, որովհետև տես, եթե դու պարապել ես, այսինքն արդեն դե լուրջ է դա։ Հա, լուրջ է։ Ես ինչու եմ ասում, որովհետև մի քիչ զուգահեռ բերեմ, հա, երբ որ ես էլ եմ ժամանակին ուզեցել, պարզվում է, չէի ուզում, այսինքն մերոնք էին ուզում, եւ այն ժամանակ, մեր ժամանակ կար, երբ որ ընդունում էր բժշկական ինստիտուտ, պրակտիկա որ անցնում էր հիվանդանոցում կամ որևէ միտեղ, դա ընդունվելուց ինչ որ պլյուսեր էր լինում։ Եվ ես աշխատել եմ, սանիտար եմ աշխատել։ Նրս, պատկերացնում ես նրս։ Հիմա Ծոմ ջան, այ մի դու պատմի, այսինքն դու պարապել ես, ինչ մաս, այսինքն լուրջ եմ պարապել, սկզբում ուզում էի բժշկական ընդունել, որովհետև տանը բժիշկ ունենք տատիկս։ Ահա։ Ու տատիս մամաս միշտ ասում էր ուզում եմ որ սենց սպիտակ խալաթ հագնեմ։ Այն ծանոթ բառերը։ Ծանոթ բառեր։ Այդ իր խաթրին չկա, հետո քիմիաբան շատ էի սիրում ու սկսեցի պարապել ոնց որ։ Հետո էդի անցավ մի կողմ, ասեցի չէ, չեմ ուզում։ Իսկ բժիշկ ինչ կոնկրետ որ մասնագիտություն։ Ուզում էի ավելի շատ ստամատոլոգիա։ Ստամատոլոգիա, շատ։ Որովհետև մնացած բաներից սիրտ չունեմ, արան հետ չունեմ։ Հասկացա։ Դեն էլ արյուն ուղղակի դե փող կա էլ մեջ մի քիչ էլ պարոլիկ արյուն։ Այո։ Չէ, իրականում հետո մանկավարժական ընդունվեցի։ Այ մանկավարժական։ Հա, հետո ընդունվեցի, ֆիզմատ էի ընդեղել ընդունվել։ Հա, ֆիզմատ ճիշտ է, դու ֆիզմատ ես գիտեմ աչքերի խնդրով ես, չէ՞ եղել որ։ Հա, աչքերի, գիտեմ որ դրա համար ֆիզմատը չշարունակեցի։ 200 հատ օրը խնդիր էի լուծում ճիշտ ասած, հետո էդ էլ թողեցի, հետո որոշեցի տնտեսագիտական էլի պարապեցի, բայց հետո արդեն այդ քննությանը որ գնացի, տնեցիներին չէի ասել որ գնում քննության։ Որ արդեն Գրիգորիչը էդի ասեց, ես մոռացա լուրջ ամեն ինչ, եկա տուն։ Գիտես, ես ուղղակի ուզում եմ շատ լավ, Ծոմ ջան, տես, այսինքն ես գիտես ինչն եմ ուզում հասկանամ, այսինքն բժշկական այս ուղղությունները ով քեզ տիպեց որ դու գնաց Գրիգորիչի մոտ։ Այսինքն ով քեզ տիպեց։ Ոչ մեկ, ես այն ժամանակ։ Դες որոշեցիր որ պետք է գնաս երկի պետական թատրոն։ Տրանսպորտ, տենց ենք ասում, չեմ հիշում։ Երթուղայինի մեջ լսեցի հայտարարություն, դե այն ժամանակ տենց էր, չէ, ինֆորմացիա չկար այդ։ Երթուղային տաքսի, երթուղային տաքսիների մեջ, 2006-2007 թիվներ, հա, այն ժամանակ չկար ինֆորմացիա, դե մենակ TV-ներ, ռադիոներ, ու տենց ռադիոյում լսեցի, ու որ լսեցի, դե երազանք լսել ես միշտ Արտուր Գրիգորյան երկի պետական ընդունելություն է։ Ես էլ միշտ բան ընդունելություն ու ռիսկ արեցի, որ ռիսկ արեցի տնեցիներին չասեցի, մարշրուտկայի փողել չունեի, մի կերպ մեկից վերցրել եմ, գնացել եմ այդ քննությունը տվել եմ, բան, Գրիգորիչ ասեց, չէ, ասեց, ընդունվում ես, բան, տենց եկա տուն, ասից ժողովուրդ, ես մոռանում եմ ամեն ինչ, ես ամեն ինչ թողում եմ, ես դառնում եմ երգիչ։ Սա սկզբում ինձ իհարկե լուրջ չվերաբերվեցին, ասին երևի երեխու հետ մի բան են չի։ Հետո չջոկեցին, որ լուրջ է տրամադրած, ես զանգեցի սաղ դասատուներին cancel արեցի, ասի չեմ պարապում։ Հա, դա այդ ակտիվ process-ի ժամանակ։ Հա, ընթացքի մեջ է, որովհետև սեպտեմբեր ամիս էր, թե հոկտեմբեր ամիս էր ընդունելությունը, արդեն մի 4-5 ամիս ես այդ ընթացքի մեջ էի պարապելու։
ու զանգեցի սաղ cancel արեցի, հետո չունեի երաժշտական կրթություն էլի ընդհանրապես չգիտեի դոն ինչ առեն ինչա, որ արդեն երկի թատրոն ընդունվեցի, այդտեղից ոնց որ արդեն ցանկություն առաջացավ կոնսերվատորիա ընդունվելու։ Նոր արդեն մյուս տարի էլ պարապեցի, արդեն կոպիտ ասած ընդունվեցի կոնսերվատոր, ասած, հա, մի տարում full պարապեցի, մեր սիրելի Ավետ Բարսեղյանի քուրը Աննա Վահագնային Եթե տեսնում ենք ինքն պարապես սոլֆեջոն, իդեալական գերազանց 20-ն բոլորը ստացել մի տարում, որ այդ Օ, բրավո, այո, իրոք հրաշել է։ Դե իհարկե դա խոսում է քո տաղանդի մասին, քո այսպես տաղանդավոր լինելու, որովհետև եւ իհարկե ուսումը, որովհետև կիրթ երաժիշտ լինեի, երգիչ լինեի, չէի ուզում ուղղակի երգեի։ Հա։ Դրա համար ինձ թվում է չեմ սխալվել։ Եվ ավարտեցիր դա, թե ավարտեցիր, այսինքն կոնսերվատորիան էլ ավարտեցիր։ Կոնսերվատորիան էլ ավարտեցի, ջազ վոկալն եմ ավարտել։ Հետ էլ ավարտեցի, նոր արդեն ոնց որ սկսեցի ամեն ինչ, հա։ Բայց դες ինչն է հետաքրքիր, պաստորեն այլ քոնը գտել ես էլի։ Դե գիտես դա շատ կարևոր է, որ քոնն ես գտնում։ Եվ ես երբեմն իհարկե շատ եւ շատ դեպքեր եմ պատահում, որ մարդիկ համարձակություն չեն ունենում ինչ որ փոխեն մի բան։ Դե լավ է, դե նորմալ է, բայց եւ այդպես գուցե իրանց մեջ այդ տաղանդը կորում է։ Այո։ Քո դեպքում այո, ես հրաշալի ասում եմ բրավո, որովհետեւ դու ամեն ինչ փորձելով գտար միևնույն է քոնը եւ դրանով շարունակեցիր։ Բայց լավա որ ընթացքում էլի չասի դե լավ գնամ հիմա խոհարար դառնամ։ Չէ, ես դաժե հիշում եմ որ այնց մի քիչ վատ տարիներ էր այդ կոնսերվատորիա ընդունվելու տարիներ։ Ես դաշնամուր չունեի, ես այնքան էի ուզում ընդունվեի, որ ես դաշնամուրի կլավիատուրան նկարել էի թղթի վրա, որ ես հասկանամ, ես այս դոն ինչ առեն, ինչա, ես սկզբում մի քանի ամսը պարապել դա հետո մեր մատ բարեկամ ունենք, խղճած ասեց, «Սիոմ ջան, ես մեր դաշնամուրը տանը փոշի անստում, այս վերցրա, գոնե տենց ժիվոյի բան կանես, էլի կսովորեց»։ Ուզում ասեմ, էդի, չգիտեմ, վառապացա, որ մարդ եթե մի բան ուզում է, կապ չունի, ունես հնարավորություն չունես, մեկը եթե մի բան ուզում ես, իրոք ուզում ես, իրոք այդ ամեն ինչը ինչ որ բան անում ես, հաստատ լինելու է։ Շատ լավ, այո, ես իրոք շատ կարևոր է աշխատասիրությունը, շատ կարևոր է։ Տաղանդը եւ որտեւ եթե լինես տաղանդավոր, բայց աշխատասեր չլինես, դա հա, մենք շատ ունենք դեպքեր, նախ շատ շուտ կորում է այդ մարդը ասպարեզից, որովհետեւ ինքը շատ արագ բարձրանում եւ շատ արագ իջնում է։ Դա համար պետք է լինել աշխատասեր։ Ծոմ ջան, իսկ եթե օրինակ աշխատասիրությունը կա, հա, բայց նու այդքան տաղանդ չկա։ Այնուամենայնիվ հնարավոր է դառնալ միևնույն է լավ երգիչ։ Տենց փորձեր էլ ունենք իրականում։ Ես ճանաչում եմ այդպես երգիչ չասեմ, որովհետև ես չեմ համարում իրենց երգիչ, գոլեգաներ ենք, բայց չեմ էլ ուզում վիրավորեմ, ուղղակի վերջերս չեմ էլ սիրում խաբել։ Եթե օրինակ անգամ հարցնում են, ասում են, այս երգը լավն է, եթե դուրս չի գալ, ասում չէ, ճիշտ ասած, որովհետև այդ մարդուն ես ինձ թվում է լավություն եմ այն անում։ Հիմա նույնն էլ այդ թեմային ասենք, հա, կա դեպքեր, որ աշխատասիրությունը այնքան level up ապրում, չգիտեմ 100%-ից 130%, որ այդ մարդը այո, ցույց է տալիս ինչ-որ ռեզուլտատ, որը մարդիկ տեսնում են այդ բանին։ Բայց ես իմ տեսած դեպքերից երևի 80%-ը նշեմ, որ աշխատասիրությունը շատ կարևոր է, բայց եթե դու տաղանդ ունենաս, գոնե այդ տաղանդը թխկես, բայց ոչ թե տաղանդ չունենաս, հա, աշխատասիրություն շատ ունեմ տենց օրինակներ, անուններ չնշեմ, հենց հիմա էլ Երևանում կան տենց հայտնի մարդիկ, բայց ես միևնույնն է Ես կրթություն ստացած մարդ եմ, լիքը կրթություն ստացած մարդ, ես չեմ համարում իրան երգիչ։ Ինքը կարող է լավ արտիստ է այդ պահին բեմի վրա մարդկանց ուրախացնելու համար եւ ակշն ինչ որ ապահովելու համար, բայց չդարավ երգիչ անվանում, էլի, որովհետեւ երգիչը երաժիշտ է, երաժիշտը չգիտեմ, ինքը ընդհանուր sense մի հատ բան է, որ sense կոնցեպտ է, որ մի հատ չի, այսինքն դու մի մասնագիտության չես տիրապետում։ Բայց դու այդ քո ասած երգիչ շատ են, այդ դեպքում շատ չեն, եթե դու այդպես ես մոտենում, հա, հարցին։ Չէ, ուզում այդ բանի աշխատասիրության համար հարցեցի, այդ եմ ասում։ Չէ, ես գնահատում եմ բոլորին, բայց ես իմ ներսում այդ մարդուն չեմ կարող համարեմ երգիչ, չեմ կարող օրինակ դասեմ այն իսկական երգիչների կողքին, որոնք օրինակ, չգիտեմ, տարիների վաստակ ունեն, առանձդրած ունեն, ու մեկ էլ ինքը վտրուկ հայտնվել է օրինակ 3, օքեյ, ինքը անուն ունի այս բանին։ Այս կյանքն է մեր փոխվել, դրա համար է տենց հեշտ եղել այդ ամեն ինչը։ Այո, շատ հեշտ է։ Թե չէ մարդիկ տարիներ, ժամանակ են ծախսել մեր երգիչներին, նայեք, չգիտեմ։ Քրտինք են թափել այդքան, որ կարողանան ինչ-որ մի հատ երգ ունենան կամ ինչ-որ մի հատ ելույթ ունենան ինչ-որ միտեղ։
Դրա համար պետք է ամեն մարդ ոնց որ իր հնարավորությունները չգերագնահատի, իմանա ինչի անթունակ ու ինչ կարա իր հետ լինի, այսպես ասած։ Շատ ճիշտ խոսքեր ասեմ քեզ, լիովին քեզ հետ համամիտ եմ։ Հիմա արի անցնենք, երբ, այսինքն X Factor, այսինքն դու երգում ես, փաստորեն այդպես կոնսերվատորիա, երգի պետական թատրոն, բուրդ գործունեություն էր ծավալում, բայց այնուամենայնիվ հայտնությունը եղավ X Factor նախագծի, Անկան ես քեզ ասեմ, դու քան որ այն ժամանակ եղել ես Armenia TV-ում, կհիշես, որ այն ժամանակ անգամ 12 թվականին երաչափ սերիալի սաունդթրեքն եմ երգել։ Մի հատ տենց սերիալ կար։ Օ, երաչափ սեր, հիշում եմ։ Երաչափ սերը այս այն ժամանակ բայց փոքր էր, 12 թիվն էր։ 12 թիվը, այո, 12 թիվը 2012 թիվը իմ շատ հիշարժան տարի է, որովհետև 2012 թվականի մարտի 12-ին իմ Comments հաղորդաշարի իմաստը, հա, հաղորդաշարի առաջին եթերն էր եղել մարտի 12-ին, որը տևեց մոտ, չէ, մոտ 6 տարի տևեց եթերը, որից հետո էլ չտևեց։ Թե ինչի չտևեց, չենք բացում փակագծերը։ Այն թվերից էլ եղել է, բայց այն ժամանակվա գործունեություն չեմ կարա դա համարել։ Հա, դե տես, բայց փաստորեն soundtrack երգելը դա էլ է, ախր, նայ Դե մարդ չի կարա օթից վերցնի, հա։ Մարդ չի կարա օթից օրինակ վերցնի եւ ես քեզ ասեմ, ես իհարկե չեմ ուզում առասրա քննադատեմ, չնայած էլի կոպես եմ ես, եթե ես հիմնականում փորձում եմ լռել այնուամենայնիվ։ Ես էլ լռել, եթե հասնում ես լինել անկեղծ, որովհետև դա օգնում ես։ Ու ես միշտ ասել եմ առողջ քննադատում, այսինքն երբ որ մի բան դուր չի գալիս, ասում ես, չէ, դուրս չի գալի, դա նորմալ է։ Չէ, գիտես, դա առողջ քննադատություն չի, դա կարծիք է։ Կարծիք, այո։ Եթե դու ինձ հարցնում ես կարծիք, ուրեմն պատրաստ ես համեն լսես, համեն լսես։ Հա, եւ խոսեցիր այո, սերիալներից էլ նաեւ ես ինձ թվում է, որ այնուամենայնիվ մի քիչ սերիալները մի քիչ ավելի լավ են գտնի։ Ես չեմ նայում Ես էլ չեմ նայում, բայց ուղղակի ինչ որ գիտես ինչի, որովհետև տես, հիմա օրինակ եթե ես չեմ նայում երբեք, չեմ էլ նայել, այդ չի հարցը, բայց ես իմ վերջի սերիալը եղել է Ռաբինի Իզաուրան, այն Ստրուկ Իզաուրան։ Չէ, հիմա հայկականներն են ասում, հա։ Հիմա տես, եթե մենք խոսում ենք սերիալներից, այս հիմիկվա, հա, այս մեր ժամանակահատվածի սերիալները Պրակտիկապես մարդ չգիտի դրանց մասին։ Բայց այն սերիալները, որ անգամ դու չես նայել, բայց լսել ես, ասում են մարդիկ իմանում են, դրա մասին է խոսքը։ Ջոն ջան, լավ, խնդրում եմ ինձ մի հատ ասա, դա որ տարիներ եւ ոնց ստացվեց X, այսինքն էլի երևի երթուղային տաքսիում լսեցի։ Չէ, ժամանակ արդեն ճիշտ անց կոնսերվատորիայից դու բանակ գնացի, եկա դաթար ունեցա։ Ահա։ Հետո որ եկար բանակից որ գալիս ես, չգիտեմ, դու գիտես, զրոյից ես սկսում ամեն ինչ, ոնց մոռանում ես ինչ արել ես, գալիս ես մարդկանց բարևում ես չեն ճանաչում, չգիտեմ, ասում ես ես եմ, մի հատ ինձ նայեք, չէ, տեղը չենք վերում։ Հա, ու տենց ոնց որ լսեցի այդ հայտարարությունը ու իմ լավ ընկերը Գոռ Սուչյան ասեց Տյոմ, ասեց, պետք է գնաս, ասեց, ոնց որ այս քո տեղն է իսկական, ասի չէ, էլի, ասի Գոռ չեմ ուզում, ես էլ մի քիչ պուճուր ժամանակ ունեցել էի փորձել մրցույթի, դե այն ժամանակ չէի գիտակ, այդ որ ասում եմ մարդին չպետք է գերագնահատի, այդ ժամանակ տարիքային դու չես հասկանում, որ դու այդքան չկաս, որ մրցույթի օրինակ անձնակազմի այդ բանի մեջ լինես, էլի։ Հետո արդեն որ գնացի X Factor, հենց առաջի երգս էլ առաջի աուդիշնն է, ոնց որ Գոռը հետս աշխատեց ու գնացի հենց յուրահատուկ cover արեցի մի հատ ու գնացի երգեցի ու տեղից ճանապարհս հենց առաջի օրը ես երգել եմ հենց առաջինը ինձ են ցույց տվել բայց ինքը ընտրությունը ո՞րն էր, այսինքն դու դիմում ես քեզ ընտրում են, թե նախնական ինչ որ մի բան ես աուդիշնի համերգային այդ որ են բոցերը լինում այդ այդ աուդիշնն ես գնում ու արդեն ոնց որ բայց ես այդ օրվանից հետո ինձ արդեն ճանաչեցին մարդիկ իմ մոտ տենց դասա երկրորդ փուլից Instagram-ս արդեն պայթում էր, այն ժամանակ էլ Instagram-ը տենց ակտիվ չէր, բան, ու տենց ոնց որ սկսեց ամեն ինչ, կամած արդեն փուլ, իհարկե չէին թողում, որ ես միջև վերջ գնամ, ինձ անտատ ուզում էին հանեին նախագծից, բայց ամեն ինչում, դե մի քիչ հայկական մտածելակերպն է, հիմա բոլորին շատ եմ սիրում, բայց ինչ ճիշտն է այդ եմ ասում, հա, անդադ փորձում էին հանեին, բայց մարդիկ չէին ուզում ինձ հանեին, այդ էր ամբողջ հարցը, ճիշտ է չհաղթեցի, բայց հայտնվեցի ֆինալում ու ինձ շատ մեծ ֆինալում հայտնվեցի եզրափակվել շատ մեծ ճանաչում բերեց, կոպիտ ասած մինչև վերջի համերգը գնացի ու շատ ճանաչում բերեց, էլի շնորհակալ եմ բոլորին, որ այդ ամեն ինչը եղավ իմ կյանքում, սենց ասած, բայց հիմա որ ինչ որ չգիտեմ նախագծեր եմ տեսնում բան, հա էլի էնտուզիազմա լինում, բայց ոնց որ դե ջահել այդ փուճուր ժամանակ ուրիշ ձև ես։ Հա, բայց դե գիտես ոնց, հետո երևի հիմա մի քիչ ուրիշ աչքով ես նայում, որովհետև այնուամենայնիվ տես դու հիմա ասում ես
ուզում են անեն։ Դե հիմա գիտեք ինչ, նույն այդ աշխարհը, նույն հերոստատեսային աշխարհը ինքը շատ ունի այսպես նյուանսներ, այո, նյուանսներ ունի, որը ընդհանրապես դու տեսնում ես, օ, այս ինչ շոու է, բայց տակին շատ անկեղծ ասեցի, բայց չեմ հուսում, չեմ նեղացնում ոչ մեկի, բոլորին շատ եմ սիրում, բոլոր հիմա իմ ընկերներն են այդ TV-ում, բայց ոնց որ ես այդ իմ մաշկի վրա զգում եմ, որ ես ամեն համերգին ընկնում եմ վտանգավոր գոտի, ամեն համերգին ինձ ուզում էին անել, բայց դարձի պես չէր ստացվում ու շնորհակալ եմ իրոք այդ հանդիսատեսին, որ սենց վիզ դրած ինձ չուզեցին, ամեն ինչ արեցին, որ այդ որ ես դուրս չգամ։ Հա, մենակ այն որ փորձեցին այն մեկը եզրափակիչում իրանց արեցին, բայց եզրափակիչը դե դա արդեն կարելի ասել հաղթանակ է։ Չէ, իրականում կյանքը ցույց է տվել, որ մրցույթներին հաղթողները այդքան այսինքն կարևորը չէ դու հետո ինչ կանես, կարևոր, օքեյ, հաղթես դա էլ է կարևոր այդ բանը, բայց այդ հաղթանակը քեզ կտա այդ մի հատ հաղթանակը, բայց որ չես հաղթում ավելի ես ձգտում, որ Ես այդ համընտեմ, ես օրինակ հիմա դու ասեցի, մտքից հիշեցի Եվրատեսիլը։ Իսկ այդ հաղթողները կան։ Չէ, չկան, չէ։ Չկան իրանք, այսինքն յուրաքանչյուր նախագիծելը տենց է, որ նայում ես հաղթողները, որովհետև ամեն ինչ արվում է այդ հաղթողի շուրջ, այդ հաղթողի համար եւ այլն։ Հետո բայց այդ մարդը ինքը ուզում է ուղղակի հաղթի այդ նախագիծը։ Ու վերջ։ Այդ մարդը չի ուզում հետո ոչ բան։ Ջոմ ջան, լավ, X Factor-ից հետո իհարկե ճանաչում, բազմաթիվ նախագծեր, բայց ես էլի գիտեմ, որ մրցույթներին նաև մասնակցել ես, նորալիքն է, չէ՞։ Նորալիք։ Դա ավելի ուշ էր, ավելի Դա էլ է շատ պատահ։ Իմ մոտ է տենց աբաներ Դա ոնց ստացվեց, հա, որովհետև Ես լսեցի, որ իրականում տարբեր տարիների անդադ հայտ էի ներկայացրել, բայց միշտ կոպիտած ինձ ասում են բալիկ ջան, հեռու գնաք, այդ քո։ Բայց ինչի, այսինքն նախնականն է չէին բանան։ Հա, լինում էր, չէ, նախնականները գնում էի, բայց հետո նախնականից հետո չէ։ Լինում էր, ասում էին, չէ։ Հետո այնց ստացվեց ֆորմատը փոխվեց, որ արդեն ինքդ էս, այսինքն ոչ թե մեր TV-ների օգնությամբ, այլ ինքդ ուղարկում էիր Մոսկվա հայտը։ Հասկացա։ Ու ոնց որ իրանք արդեն պատասխանում էին, եթե անցնում էիր, գնում էիր պոլոֆինալ, դրանից հետո արդեն ամեն ինչ որոշում էր։ Ես էլի ոնց որ ուշ եմ իմանում այդ ամեն ինչը, ասեմ վերջի օրը ուղարկում եմ, բայց սիրտս անհանգիստ, ասում եմ դե վերջի օրն է, կարող է ընդունած չլինեն հայտս բան ու ընդհանրապես չեմ վերաբերում, բայց լսել եմ Միշնովայ Վոլնը երազել եմ, ուզեցել եմ գնալ, բան։ Հա, Նովայ Վոլն, այո։ Հա, ու տենց տվեցի հայտս ու ոնց որ քան որ վերջի օրն է ես տվել, շատ շուտ էր կորում պատասխանը եկավին։ Եկավ թե բա դու անցել ես ու պետքա այսինչ օրը լինես Մոսկվայում, այսինչ զալում audition-ի։ Ու ես on պատրաստի sense խոճապի մեջ ես էլ այդ ժամանակ աշխատում էի project-ում ոնց որ Երևանում 12 club-ում էի աշխատում, այնտեղ մեծ project ունենք, անընդհատ շարժի մեջ բան ու հիմա պետքա իրանց էլ ասեմ որ գնում եմ, բայց ոչ մեկ չգիտի։ Ասի լավ, ես հաստատ չեմ անցնի, ասի գնամ սաղին ասեմ, գնում եմ հարսանիք երգեմ 2 օրով գամ։ Գնացի որ անցնի, չէ՞։ Բոլորին էլ ասեցի, ասի 2 օրով ասի գնում եմ հարսանիք գամ։ Գնացի այդ փուլին մասնակցեցի 20-25 հոգի Հայաստանից գնացել էր ու ուժեղ տպերել կային մեջները, բան sense ես նայել, դաժե հիմա անունով երկիշներ կան մեջները, բան։ Ես որ գնացի այդ ամեն ինչ տեսա, թե ասի հաստատ, ասի չեմ անցնի, ասի հաստատ, բան sense հույսս կտրած, բան։ Հետո որ բարձացա բեմ երկեցի, ոնց որ 2 օր պետք է։ Ես անգամ այն կարգի չէի մտածում, որ չեմ ասի, որ հաջորդ օրը արդեն տոմսս վերցրել արել, բայց դու մի ասա, հետո հետ տվեցի այդ տոմսը եւ այն հյուրանոց եւ այլն։ Հետո ոնց որ հենց առաջի օրը երկեցի ու պարզվեց, որ այդ 20-25 հոգու մեջից իրանք հենց առաջի օրը ընտրեցին մենակ ինձ ու ես այդ րոպեին Հա այդ 20 հայերից, այսինքն հայերից միայն քեզ իրականում պետք է ընտրեն մի 4 հոգի, հետո հաջորդ օրը այդ 4 հոգուց էլ մի ոնց որ նոր ընտրեին մի հոգու։ Բայց այդ օրը մենակ ինձ ընտրեցին, ես էլ հələ այդ վաղ էլի ջահել էի, կոպիտ ասած, ավելի երիտասարդ էի։ Ուրախությունից դե կորցրել եմ ինձ, բան, sense, բայց ինձ ասացին, որ հաջորդ օրը մի հատ է պետք է երկես, ապացուցես, եթե օրինակ չհավանենք այդ երկրորդ օրվա, էլի դու ուրեմն Հայաստանը մասնակից չունենա այդ տարի։ Ահա։ Հետո հաջորդ օրը հելա երկեցի։ Այսինքն որոշվում էր Մոսկվայում, թե ով Հայաստանի Ռևզինը բոլորը նստած որոշում էին, հետո մեր ռեժիսոր Ալեքսանդր Ռևզինը ասեց, չէ, ասեց ոչում։ Դու ես ասեց ներկայացնում, բայց ես հիմա ինքս խոստովանում եմ, որ ես այդ ժամանակ երկելու առումով ստաբիլություն չունեի։ Կարող իրենք իմ տեսակը սիրեցին, չգիտեմ, իմ բեմական այդ կեցվածքը սիրեցին, բայց ես
էլի քան որ անկեղծ մարդ եմ, այդ ժամանակ ես չունեի այն ստաբիլությունը, որ օրինակ հիմա ունեմ հիմա երկային առումով, երկելու առումով որպես մասնագետ։ Բայց ինչ այդ դեպքում ինչու՞ չէ որ գնացի, այդ եմ ասում, գնացի, բայց այդ տարին էլ լիքը բան փոխվեց, օրենքներ փոխվեց այդ մրցույթի շրջանակներում, բայց իմ համար մեծ փորձառություն էր ու երազանք էր, որ գնացի հայտնվեց այդ ռուսական աստղերի հետ, after party-ներին, չգիտեմ, իրանց այդ ոնց որ 20 օրով գնաց մի հատ մեծ master class-ի, բայց էլի եմ ասում, հիմիկվա մտքովս որ լիներ, չէի շտապի հաստատ այն ժամանակ կգնայի, երբ որ իմանայի հստակ կգնամ ինչ որ մի բան ցույց տալու։ Բայց ինչ է քեզ, այսինքն այնտեղ շարունակություն քանի փուլ անցար այնտեղ։ Այնտեղ արդեն դե գնացի Հայաստանի ես ներկայացրեցի։ Ներկայացրեցիր, հա, բայց մի քիչ հեռու տեղ ընկա, հա, որովհետև էլի եմ ասում, այդ ստաբիլությունը չունեի, ես էլի լավ երկեցի, էլի վատ չէր։ Դե գիտես ոնց, նաև ես կարծում եմ այդ ամեն հում էի ավելի շատ, սենց ասեմ, ավելի հում էի։ Հա, ես իհարկե հիմա շատ գնահատում եմ, որ դու շատ քննադատորեն ես քեզ մոտենում, բայց կան շատ այլ պատճառներ սուբյեկտիվ, որ գուցե այնտեղ կար խնդիր, որ Հայաստանի ներկայացուցիչը ես մենակս էի գնացել լրի, ոչ սպոնսոր ունեի, ոչ հովանավոր ունեի։ ունեի, Հիմա 20 տարի անիմաստ Եվրատեսիլը մասնակցում ենք, անիմաստ 8-րդ տեղը բռնում հետ են գալիս։ Ես էլ եմ 8-րդ տեղ բռնել։ Դու էլ ուտը մեր չէ, բայց նովը վալնայում էլի։ Այո, հասկանալի է, հա։ Չէ, ուզում ասեմ այդ, բայց տենց մի հատ հասունություն կա, որ մարդ պետք է հասկանա այդ գերագնահատելու պահն է, որ միշտ ասում եմ, մարդ պետք է գիտակցի, ռեալ գիտակցի, այս բան ինքը կարա է դա անի, թե չի կարա է դա անի։ Այդ շատ կարևոր է։ Դե հետո գիտես ինչ, այդ դու շատ ճիշտ ես ասում մեծ փորձը, որովհետև ինձ մոտ էլ ունենակ բազմիցս, նու իհարկե կազմակերպչական առումով, հա, տարբեր համերներ ժամանակ մենք իմ լավ ընկերոջ Լուսահոգի Մարկիս Աղաթելյան, երբ որ տաշիր արեցինք այն 2011 թիվներ, եւ դու ես այսպես սցենարն էի գրել, պատրաստել եւ այդ աշխատանքը բեմի այդ ստեղծագործական այդ շատ ուրիշ աշխատանք է ու դու սովորում ես այդ ամեն ինչի վրա, որովհետև դա այնուամենայնիվ պրոֆեսիոնալիզմը շատ բարձր էր էլ այնտեղ այնուամենայնիվ դու անգամ իհարկե մասնակցել ես եւ դա շատ մեծ փորձ է կյանքի եւ առասարակ որպես երգչի դրա համար դա հաղթանակ է չեմ ափսոսում դե դու գիտես ինչ կա 25 հոգուց ընտրել են քեզ մի հատ մեծ 19 երկրի մեջից ես ընկա 8-րդ տեղը էլի գոհ շնորհակալ եմ իհարկե այսինքն այնպես չի որ ուղղակի այդ երեխա էի, սենց ասեմ, ու ես մենակ էի լրիվ, ոչ մեկ չունեի մեջ։ Մի հատ մասնակից գալիս էր իր պրոդյուսերը, օրինակ Լեպսներ, այն մի մասնակիցը գալիս էր իր պրոդյուսերը, այս մեկն էր։ Դե ասում ես։ Ես էլ ուղղակի իմ ընկերների 3 ընկերոջս հետ գնացել էի մրցույթի, այդքան բան։ Չէ։ Բայց ոչ մի բանի համար չեմ ափսոսում, ուրախ եմ շատ, հա։ Շատ լավ, Ծյոմ ջան, եւ այսպես բարձր պիկ, փաստորեն աշխատանքային բուրընգործունեություն, բայց այնուամենայնիվ արդեն տեղափոխում դեպի Միացյալ Նահանգներ, արդեն որքան ժամանակ ես այստեղ։ Արդեն 1 տարի այստեղ ես եւ ես ուրախությամբ ուզում եմ նշել եւ ասում եմ շատ լավ է, որ դու եկել եւ միանգամից ասացիր, մենք խոսում ենք հաղորդումից առաջ, ասացիր, ես եկա եւ մսորվանից արդեն երգում եմ։ Շատ լավ, շատ գովելի է, որովհետեւ եկել ես եւ աշխատանքը շարունակում ես, բայց այնուամենայնիվ ափսոսանք չկար, թե այնուամենայնիվ գտնում ես ճիշտ, որ պետք է առաջ գնալ։ Ճիշտ ասած շատ արագ եմ եկել Միացյալ Նահանգներ, էլի էր եղել դեպքեր, որ եկել եմ համերգով, որպես տուրիստ եւ այլն, բայց երբեք միտք չեմ ունեցել մնալու, ընկերներս բոլորը գիտեն, որ ես Հայաստանից, անգամ այդ վիզաս 5 տարի ունեի, չէի էլ գալիս, չէր էլ քաշում, չէր էլ հետաքրքրում։ Հետո մի հատ sense աշխատանքային պիկ եկավ մոտս Երևանում, որ ես արդեն խեղդվում էի։ Ես արդեն են բոլոր լավ տեղերում էի, բոլոր այդ տեղերում էի, արդեն էլ ու այդ ամեն ինչը sense դարել է ռոբոտային մոտս, ու ես էլ չէի, էլ խեղդվում էի, ոնց որ էլ դե փոքր է շուկան այնուամենայնիվ, էլ ասացի էլ չեմ կարողանում ստեղ, ոնց որ ինձ հիմա խեղդվում եմ, ոչ թե Հայաստանի խնդիրներ, մարդկանց խնդիրներ, այլ ինչ որ կարելի է դաժան ֆորչեսկի ինչ որ խնդիրներ, որ ասի չեմ մի հատ ուզում եմ sense աուրաս լրիվ փոխեմ, ու շատ արագ անգամ այդ աշխատանքից վայրը Կոբայում, որ ես գնացի, ասացի, որ ես դուրս եմ գալիս, որովհետև շոուները դրված, իմ շոուները պատրաստ, այդքան հիմա իմ տեղը մարդ պետք է գա, որ այդ բարերը սովորի, այդ շոուները սովորի։ Գնացի մի ամիս առաջ, ասացի կներեք դուրս եմ գալի, դե բոլորը շոկի ենթարկվեցին, բայց ինչի համար, ասի գնում եմ Ամերիկա զուտ։ Բայց Ամերիկայել չգիտեմ խի եմ գալիս իրականում, որոշել եմ գամ, բայց չգիտեմ խի եմ գալիս։ Բայց եկար եւ միանգամից գտար։ Ու տենց շատ քիչ ա լինում, ասեմ քեզ շատ քիչ ա լինում։ Աստծո մատնախառը, ես միշտ ասում եմ իմ Ես ասեմ, որ ես հիմա հիշեցի, պարզապես մեր
հաղորդումներից մեկում, այ քեզ մոտ եղել է միայն, ես այն ասում եմ հիշել մեր հյուրերից, պրակտիկապես դե բոլորի ինձ լելի իմ լավ ընկերներին եւ հյուրերին, Նարի մոտ Հարությունյան։ Նարի Հարությունյան, որ էլի նույնպես եկել եմ այսօր սկսել արդեն երկել, այո։ Հա, չէ, իրոք Աստծո մատներ խառա, Աստծո գործներ էդի, որովհետեւ որ միշտ ասում է, չէ, մարդ պետք է հայտնվի ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում։ Շատ լավ։ Ծոմ ջան, հիմա դու փաստորեն, այո, երգում ես տարբեր իհարկե ակումբներում, տարբեր տեղեր ես երգում եւ իհարկե շատ լավ է, որ շարունակում ես այդ ամենը ստեղծագործել։ Մենք քիչ ուշ իհարկե կխոսենք անպայման նախագծերի մասին, որովհետեւ նախ ես գիտեմ, որ այստեղ արդեն տեսահոլովակ է պատրաստվում, թե պատրաստվելու է, պատրաստվում է, այդ դրա մասին կխոսենք եւ քո նախագծերի մասին, ഞാൻ ուզում եմ անպայման քո շոուի մասին պատմես, որ դու այստեղ նաեւ հետաքրքիր ոչ միայն Ծոմ այստեղ երգում, այլ նաև շատ հետաքրքիր շոու է անում, դա է հետաքրքիր կարծում եմ մեր սիրելի հեռուստադիտողներին նույնպես այդ ամենը, որովհետև դա շատ գեղեցիկ է առաջին հերթին։ Ծոմ ջան, բայց հիմա ես խնդրում եմ անցնենք մեր հաղորդման երկրորդ էջին։ Անցնենք։ Դեմ չես։ Ուրեմն էջը ավելի թեթև հումորային ջրիկ կասում։ Նայ, մենք ուրեմն 3 երգի հատված ենք լսելու։ Ուշադրություն չենք դարձնում ով է երգում, որովհետև երգիչները կապ չունեն այստեղ, մեր երգիչները մեր ընկերներն են, բոլորը երգիչ կապ չունի, բառերն ենք ուղակի տեսնում, հա։ Եվ ընդհատվելու է երգը։ Ես քեզ 4 տարբերակ ասելու եմ շարունակության։ Մեկը ճիշտ, 3-ը սխալ։ Մենք կփորձենք իրար հետ միասին ընտրենք։ Իդեպ դու ինքդ ստեղծագործում ես։ Ստեղծագործում։ Ուրեմն ավելի հեշտ կլինի։ Միայն երաժշտություն թե բառեր նույնպես։ Չէ, երաժշտություն եմ ավելի շատ, հա։ Շատ լավ։ Դե հիմա բառերի վրա ենք անում, բայց դա կապ չունի։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, հենց այս պահին Ծոմ Հակոբյանը Ծոմի հետ միասին հենց հիմա մենք անցնում ենք մեր հաղորդման հաջորդ էջին եւ խնդրեմ առաջին երգի հատվածը միասին լսենք։ Ուզում եմ քեզ անverջ սիրել կյանքս ուզում եմ քեզ անverջ բռնել կյանքս ուզում եմ քեզ անverջ նայել կյանքս եւ ուզում եմ քեզ անverջ ուզում եմ ու վերջ այսինքն սիրել բռնել նայել եւ պարզապես ուզում եմ անverջ այդ կյանքին Քանի որ սա հայկական 6 եւ 8 տարբերակ է, այո, պարզա սիրելը կլինի։ Իսկ ինչու ոչ բռնել է դեպքում։ Հիմիկված տեքստ, բայց ես հիշում եմ ոնց որ հին երգ է։ Եթե հիմիկված տեքստերից ներ կարող լիներ։ Եթե ես չեմ սխալ, հա, ինքը այդպես նոր չի երգ է, ոնց որ արմոն է երգ։ Արմոն է, այո, ոնց որ թե արմոն է երգում, այո, ես համաձայն։ Այս հին երգը դա բռնել չի, հիմիկվա երգերում։ Հիմիկվանում բռնել, հիմիկվաններում ավելի շատ բռնել, բայց այն ժամանակ ավելի շատ սիրել։ Բայց բռնել ու թողել։ Բռնել ու թողել։ Այստեղ լինում է նաև բռնել ու չթողել։ Բռնել չթողել։ Սիրել։ Նայելը չէ։ Երևի սիրել։ Ուզում եմ քեզ անverջ սիրել կյանքս կամ նայել կյանքս։ Ուզում եմ քեզ անverջ սիրել կյանքս, սիրել երևի։ Սիրել, շատ լավ։ Վերջնական տարբերակ։ Ուզում Ուզում եմ քեզ անverջ սիրել կյանքս, այս տարբերակ ընտրեցումը մենք հիմա լսենք ճիշտ տարբերակը, դե 2 տարբերակ ունենք, անգամ թե սխալ լինի, հələ 2 հատ ունենք առաջ անցնելու համար։ Եվ այսպես, լսում ենք, ուզում եմ քեզ անverջ սիրել կյանքս։ Ես իհարկե փորձում էի, որպեսզի Ծոմին։ Իսկ դու այսի կույր տղայի Ուզում եմ քեզ անverջ նայել կյանքս այս տարբերակն, այո։ Հա, էլի իսկականի, Ծոմ համաձայն եմ, նայելը ո՞րն է։ Պատկեր ուզում եմ անverջ նայել։ Սա գիտես, երևի խոսքը գնում եմ երևի թե ես այսպես եմ կարծում, որ այդ կյանքը աշխատում է գիշերային ակումբում, հա, ուզում եմ գնա նստի։ Եվ այո, գնա եւ ուզում եմ քեզ անverջ նայել։ Կարող լինի։ Բայց դա այդքան հետաքրքիր չի ինձ թվում։ Սիրելը ես նախընտրում եմ։ Ես Ծոմի հետ նախընտրում ենք սիրելը, իհարկե, բայց դնելը ճիշտ է։ 1-0 պարտվում ենք Ծոմ ջան, բայց հələ 2 տարբերակ ունենք։ Խնդրեմ երկրորդ երգի հատվածը լսենք։ Մենակ դու ես ինձ զգում, մենակ քո կարոտն եմ անդադար քաշում, մենակ երազում, մենակ քո շուտերն եմ համբուրել ուզում, մենակ թողեցիր ինձ այս անտեր կյանքում, Մենակ թողեցիր ինձ այս անտեր կյանքում, Չգիտեմ այս երգը, բայց հա։ Մեն առանց քեզ արդեն ես էլ չեմ դիմանում, 1 Մենակ թողեցիր ինձ այս անտեր կյանքում, կարոտը տանում է էլ հետ չի բերում,
Ահա։ Երրորդը, մենակ թողեցիր ինձ այս անտեր կյանքում, հիմա ինձ սիրում են մենակ խանութում։ Լավն է։ Լավն է։ Եվ այս բռնելու շարունակությունն է։ Մենակ թողեցիր ինձ այս անտեր կյանքում, ով էլ ինձ սիրում է, սիրում ու թողում։ Այդ խանութին է դուրս եկել։ Խանութը լավն է, չէ՞, բայց դա ինչ խանութ է, էլի, որ սիրում է խանութ։ Չնայած քանի որ այս Արմինե Գրիգորյանը նկարը խանութել ասի։ Այո, իհարկե կարող, այո, Արմինեին ջեն ողջուներ, Արմինե ջան։ Ողջույններ։ Հա, մենակ խանութում ինչ են, կան, չէ, զույգեր, որ տեղ չունեն, գնում են զգեստապար։ Հա, Զգեստապար ինչ են։ դե համար դեմ չեմ Մի հատ տարբերակին։ Խանութը լինի, հա։ Թե չէ, թե լավ, արի առաջի տարբերակ։ Ես մենակ քեզ չէ, իսկ բանը կարոտը որ մի հատ էլ կարթա։ մենակ թողեցիր ինձ այս անտեր կյանքում, առանց քեզ արդեն ես էլ չեմ դիմանում, ըստ գիտես ինչ է մի քիչ։ Ես չգիտեմ ճիշտ տարբերակ, ուղղակի քննարկում եմ քո։ Առանց քեզ ես էլ այդ էլ-ը մի քիչ ինչ-որ չի բռնում։ Դե ուզում ասի էլ չեմ դիմանում։ Չէ, բայց ինչ որ տենց ամենակ թողեցիր այս անտեր կյանքում կարոտը տանում է, էլ հետ չի բերում։ Փաստորեն կարոտը տենց բանը, տանելուց տանում է, էլ հետ չի բերում։ Հիմա ինձ սիրում են մենակ խանութում, լավ էս թողենք, էսի թող զույգերը գնան, քեզ դա բարանում իրար, սիրեն իրեն։ Խանութում աշխատողներ Սիրեն իրեն, էլի աշխատողները սիրեն։ Որեք տեղի թան կանոնները որ մտնում ես ոնց են, չէ, աշխատողները սիրում։ Այո։ Այնպես են սիրում։ Ով էլ ինձ սիրում է թողում։ Ով էլ ինձ սիրում է թողում, այդ է։ Այդ տարբերակը Ինձ թվում է այդ է։ Չգիտեմ, Արմինեից կսպասեմ տենց հետաքրքիր տեքստ։ Հասկանում եմ, բայց ո՞րն ենք հիմա ընտրում։ Դե ես չգիտեմ։ Ես օրինակ քեզ Դու ո՞րը կընտրեի։ Ես կարոտը կընտրեի, չգիտեմ։ Չէ, բայց ես կարող եմ սխալվեմ։ Ոչինչ, արի ես քեզ վստահում եմ այս անգամ։ Շատ լավ։ Այն անգամ ես ասացի, հիմա էլ դու։ Մենակ թողեցիր ինձ այս անտեր կյանքում, կարոտը տանում է, էլ հետ չի բերում։ Մենք չգիտենք ճիշտ պատասխանը, բայց ծոմը լսեց ինձ, ես իրոք անկեղծորեն չգիտեմ դրա համար, եթե սխալվեցի, բայց լսենք ճիշտ տարբերակը, խնդրեմ։ Մենակ թողեցիր ինձ այս անտեր կյանքում, կարոտը տանում է, հետ չի բերում։ Բրավո։ Այ տենց։ Այ տենց, այդ էի Բայց կարող ենք մենք իրոք համար տենց։ Մենք տենց է։ Այդ էի Բայց իրոք Ծոմ ջան, մեկ այ հիմա կարևոր փուլն է։ Երջի երրորդն է, այստեղ պիտի կամ պարտվեն կամ հաղթենք։ Այստեղ որոշի չէ։ Հա, այստեղ որոշն է, վերջն է։ Եվ այսպես մեկ սիրելի հեռուստադիտողներ եւ այս պայն միասին լսում ենք վերջին երրորդ երգի հատվածը, խնդրեմ։ Ձեր աղջիկան առնենք տանենք, այս կիրակի նշան դնենք 1։ Ձեր աղջիկան առնենք տանենք, այս կիրակի հարսնիկ անենք 2։ Ձեր աղջիկան առնենք տանենք, այս կիրակի հարցը լուծենք 3։ Լավներ էդի, դուրս բերել։ Եվ ձեր աղջիկան առնենք տանենք, այս կիրակի գլենդել տանենք։ Այդ տեսնց էլ տարբերակ ունենք։ Ասենց այնքան երգեր եմ լսել, որ հավատում եմ։ Ամեն ինչ կարող է լինել։ Դժվար է հավատալու, բայց Մի խոսքով պետք է նշան դնել, հարսնիկ անել, հարցը լուծել կամ տանել Արի գլենդել։ ընտրենք գլենդելի տարբերակ ու եւս մի հատ հրաշք երգի իդեա տանք ինչ որ մեկին, որ կարա տենց տեքստ անի, հա, որովհետեւ շատ են տենց տեքստը, գնան գլենդել Լոս Անջելես, առնեմ, տանեմ, ծախեմ, բերեմ։ Կարա օգնի հիմա այս երգին, ինչ որ մեկին ստիմուլ լինի, ավելի։ Ես հասկանում եմ, ձեր Ձեր աղջիկան առնենք տանենք, այս կիրակի գլենդել տանենք։ Տանեմ, այբալա։ Ուզում ասեմ այդ տենց ինչ որ մի հատ երգի շարունակություն։ Այո, համաձայն եմ քեզ հետ, բայց ձեր աղջիկան առնենք տանենք, այս կիրակի գլենդել տանենք, բայց տեղ նայ, գիտես ինչը դուրս չի գալի, ասեմ քեզ։ Ձեր աղջիկան առնենք տանենք, հետո այս կիրակի գլենդել տանենք, այսինքն ոնց որ երկու հատ նորթում են առել։ Հա, բայց տանենք հա։ Ուզում ասես կիրակի էլ կտանենք։ Գոնե նայ, այս աղջկան առնենք տանենք, այս կիրակի գլենդել փախցնենք, կամ այս կիրակի գլենդել չգիտեմ ինչ անենք։ Ես գիտես հակված եմ այդ գլենդելի տարբերակի խի։ Ուզում եմ այդ մարդկանց թևեր տամ, ովքեր այդպես երգեր են երգում։ Ես ասեմ, որ ես չեմ կարծում, որ գլենդելն է, բայց այնուամենայնիվ դու ծոմ գլենդելը ընտրում։ Հա, ես գլենդելն եմ Շատ ընտրում, լավ։ որովհետև ապրում եմ գլենդելում։ Ձեր աղջիկան առնենք տանենք, այս կիրակի գլենդել տանենք։ Ես խնդրում եմ գլենդելի մեր հայ հասարակությունը պետք է անպայման գնահատի, որ ծոմ ընտրեց այս տարբերակը
եւ սկսած իհարկե Glendale City-ից եւ վերջացած բոլոր Ողջունում ենք մենք Glendale-ի քաղաքապետերին, այո, ջեր ողջունները։ Ձեր աղջիկան առնենք, տանենք այս Կիրակի Glendale տանենք։ Այս տարբերակ ընտրեց Ծյոմը, լսենք ճիշտ տարբերակը եւ անցնենք առաջ։ Ձեր աղջիկան անենք, այս Կիրակի հասնի կանենք։ Ես գիտեի, բայց ամեն դեպքում ուզում եի տալ մարդը։ Շատ լավ, ոչինչ, Ծյոմ ջան։ Լավ, մի քիչ այսպես հետաքրքիր անցավ, շատ բրավո, այո, թերթիկունք եղա, դա գնահատելի է։ Ես դա ասացի, որ անպայման Ծյոմի իմանալով ճիշտ տարբերակը ինքը ընտրեց Glendale, այ տենց է։ Որովհետև Glendale-ը գաղտնիք չէ, որ Ամերիկայի հայկական մայրաքաղաքն է, Հայաստանի մայրաքաղաքն է այստեղ Ամերիկան։ Ծյոմ ջան, հիմա մինչ մեր հաղորդման ավարտին ասել եք, խնդրեմ հիմա մի քիչ պատմեք նախագծերի մասին, այդ տեսահոլովակ, որ արդեն պատրաստվում է, մի քան օրից պետք է լինի, մի քիչ նկարահանել եմ արդեն տեսահոլովակը, հենց այսօր պետք է գնայի արդեն մոնտաժի աշխատանքին, բայց չհասցրեցի, որտեղ ուրիշ պրոջեկտներ կան։ Հա, չէ, նկարահանել եմ այդ շատ սիրուն գեղեցիկ տեսահոլովակ ու այս համարում եմ ոնց որ իմ ստարտը, ես միշտ տենց եմ ասում, որովհետև հիմա նոր այդ էնտուզիազմը եկել է աշխատելու, կլիպեր նկարելու անընդհատ։ Շատ սիրուն երգ է, շատ էմոցիոնալ, սիրո մասին, բաժանման մասին է ցավոք սրտի, բայց շատ սիրուն ստեղծագործություն է։ Արմենն է մնացականն նկարահանել, իմ լավ ընկեր։ Ուզում եմ խոսեմ անպայման դերասանուհու մասին, ում կտեսնեք ու հաստատ բոլորը կսիրեք, որովհետև այ սա հենց առաջ խոսում ենք հոլիվուդյան կինոների մասին։ Այդ աղջիկան պետք է իրոք տեսնեն ու շատ լավ անեն հաստատ, որովհետև շատ լավ է խաղում։ Անենց մի հատ տեսարաններ լացելու բանի, այնց գժական մի խոսքով։ Լավ, եթե անցանք այդ մանրամասները, շատ շուտով էսա երգա սպասում, կլիպ սպասում։ Երգի անունը Թելիներ հնար։ Թելիներ հնար, այսինքն մի քանի օրից կարող արդեն մի որոշ ժամանակ հետո քո YouTube-յան ալիքներում, այո, արդեն որպեսզի փնտրեն, ահա։ Այս կլիպը վերջացնեմ մի անգամից կանեմ մյուս տեսահոլովակը ու բաց դրանից էլ ստեղ ակումբներում, ռեստորաններում աշխատելու զատ, նաև ընկերոջս Էդգարի հետ Թորոսյան, ելիշ մեր շատ տաղանդավոր երգիչներից արել ենք project, որը կոչվում է Twin Project։ Ահա, Twin Project։ Ինքը ավելի շատ հարսանեկան, ծննդյան, ինչ որ իվենտների համար է, այսպես ասած։ Ինքը non-stop շոու ծրագիր է, Պարուհիներով շոու ծրագիր, այո, շոու ծրագիր է։ Մեր հայրենակիցներից դու արդեն գիտեն մեծամասնությունը նման Glendale-ի։ Ինչքան է դա տևում։ Կես ժամ է, բայց այնքան գերհագեցած է ու շատ ուրիշ գույն է մտել ոնց որ այս մեր իրականության մեջ, որը մենք էլ ենք գնահատում մարդկանց վերաբերմունքը, սերը, ջերմությունը։ Հիմա այս պրոջեկտով էլ ունենք տեսահոլովակ նկարելու, հեսա շուտով, այս մի 20 օրվա մեջ դա էլ կանենք անպայման, ասենց մի քանի ֆրոնտով։ Շատ լավ, հրաշալի է։ Դե Ծյոմ ջան, մաղթում եմ քեզ իհարկե հաջողություններ, կարծում եմ այդ Twin Project-ը շատ լավ նախագիծ է։ Իհարկե հաջողության գրավականներից ամենագլխավորը այդ մարդկանց սերն է, որից ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել։ Ամեն օր այդ նամակներն էլ ենք ստանում, զանգերներ ենք ստանում, երկելուց էլ մոտիկ անում եք, դա մեր համար աշխարհ արժի, մեր գործի 80%-ը այդ է, այսպես ասած։ Ամենաբարձր գնահատականն է իրոք ամեն ինչի։ Ծյոմ ջան, եւ մեր հաղորդման ավարտին մի փոքրիկ խնդրանք։ Իհարկե բոլոր մեր երգիչները ովքեր գալիս են, մի փոքրիկ երգով խնդրում եմ, որպեսզի եզրափակեն։ Բազմաթիվ իհարկե երգեր ունես, շատ հրաշալի երգեր, բայց այսօր եթե դեմ չես, մի վերջերս առիթ ունեցա եւ լսեցի Արարատ երգը Արտո Թունջբաջյանի, բայց քո կատարմամբ, քո գործիքավորման։ Այո, ինքը շատ ուրիշ է։ Եթե դեմ չես, առավել եւս մեր Մեծ աչքով նոր երգս կերքե, բայց մյուս անգամ որ մյուս անգամ անպայման իհարկե, այո։ Արարատյան թեմայով կերքե։ Ես խնդրեմ դու պատրաստվի ընդամենը 1 րոպե, 2 րոպե մինչ Ծյոմը պատրաստում է սիրելի հեռուստադիտողներ, ես եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեմ մեր գործընկերներին աջակցության համար։ Armenian Evening նախագծի ովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը, որ օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն, օգնում է եւ վերադարձնում լիարժեք կյանքի, այնպես որ եթե ձեր շրջապատում կամ դուք ունեք նման խնդիր, ապա պետք է դիմել 911 Detox Center, հեռախոսահամարն է 409 9000 Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, համալիր հյուրանոցային մի հրաշալի վայրում,
հրաշալի հյուրանոցային համարներ եւ ամենակարևորը առողջարան է սա, որովհետեւ այստեղ կան լողավազաներ տաք հանքային ջրով, այնպես որ ոչ միայն գալիս եք լավ հանգի ժամանակ եք անցկացնում ձեր հանգստյան օրերը, այլ պարզապես առողջանում եք եւ հետո առողջացած հետ եք գալիս։ Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիր հեռախոսահամարն է 760 329 6033։ Ջոմջան պատրաստ ենք։ Ես պատրաստ եմ։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, հենց հիմա հենց այս պահին Armenian Evening հաղորդաշարն է AMJ հեռուստաընկերության եթերում եւ հատուկ ձեզ համար, մեզ բոլորիս համար Ծյոմ Հակոբյան, Արարատ։ Շնորհակալ եմ, Ծյոմ ջան, անչափ շնորհակալ։ Այո, Քիչ տխուր էր այս պահի համար, բայց ամեն դեպքում սիրում եմ այս ստեղծագործությունը։ շատ որտեղ գեղեցիկ էր քո կատարմամբ, քո գործիքավորում եւ առասարակ իհարկե այնինչ կապված է Արարատի, իհարկե դա մեզ բոլորիս հոգեհարազատ է։ Ծյոմ ջան, դե շնորհակալ եմ քեզ անչափ այսօրվա հաճելի անկեղծ հարցազրույցի համար։ Մաղթում եմ իհարկե նորանոր հաջողություններ եւ կարծում եմ անպայման դեռ շատ առիթներ ենք ունենալու հանդիպելու, որովհետեւ դու շարունակում ես բուրըն ստեղծագործությամբ զբաղվել, ես շատ ողջունում եմ եւ իրոք քեզ մաղթում եմ նորանոր բեմեր, նորանոր հաջողություններ, նորանոր երգեր եւ նոր հանդիպումներ մեր տաղավարում։ Շնորհակալ եմ Արմեն ջան, նմանապես շատ ուրախ եմ, որ մենք մեր հայրենակիցներով փորձում ենք ելի ասում ստեղ ինչ որ մի բան փոխել, մի բան անել մեր հայրենակիցների համար։ Այո, լավ բան։ Շատ կարեւոր է։ Շատ շնորհակալ եմ քեզ, ձեզ բոլորին։ Շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտողներ, իսկ մենք արդեն կհանդիպենք հաջորդ 5 շաբթի, իհարկե AMJ հեռուստաընկերության ուղիղ եթերում։ Առողջ եղեք, մինչ նոր հանդիպում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center։ Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa։ Lido Palms Resort and Spa առողջարան։ Հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում, Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք, ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։